Դու երբևէ սկսել ես ինչ-որ գործ մեծ ոգևորվածությամբ և հետո կիսատ թողել։ Նոր նախագիծ, սպորտ, լեզվի կուրս, առաջին օրերին լցված ես էներգիայով և գաղափարներով, իսկ հետո գալիս է հոգնածությունը, ծուլությունը, կասկածամտությունը և ամեն ինչ ընդհատվում է։ Ինչու է այդպես և ինչպես կարելի է ձեռք բերել սովորություն սկսած գործերը ավարտին հասցնելու համար։ Խնդիրը մոտիվացիայի մեջ չէ, այլ կարգապահության, քանի որ հենց կարգապահության և համակարգված լինելու շնորհիվ է, որ մարդ չի սպասում կատարյալ պահի, այլ գործում է և հենց այդ գործողության արդյունքում է, որ նա հաջողում է, թե բիզնեսում, թե ֆինանսներում և թե կյանքում։ Այսօր եկեք պարզաբանենք 3 շատ կարևոր հարցեր, որի շնորհիվ կկարողանանք բացահայտել նպատակներին և արդյունքներին հասնելու ճանապարհը։ Եվ այսպես, ինչու ենք մենք հանձնվում, եթե անգամ ունենք նպատակ, քանի որ սպասում ենք մոտիվացիայի, հստակ համակարգ ստեղծելու փոխարեն, իսկ մոտիվացիան էներգիա է, որը կայուն չէ, մի օր մենք կարող ենք լինել ոգևորված, լցված էներգիայով, իսկ հաջորդ օրը հիասթափված և հոգնած։ Եթե մենք կախված ենք միայն մոտիվացիայից, ապա անկասկած պարտվելու ենք։ Երկրորդ պատճառը այն է, որ դնում ենք մեր առաջ մեծ նպատակներ և առանց պլանի՝ նիհարել 20 կիլոգրամ, աշխատել մի քանի միլիոն, սկսել բիզնես, բայց ինչպես, այդ մասին չունենք պատկերացում և հստակ պլան։ Այնինչ մեծ նպատակները առանց հստակ պլանի պարզապես երազանքներ են։ Օրինակ, եթե ես ուզում եմ վաստակել մի քանի միլիոն նպատակի փոխարեն դնենք մեր առաջ նպատակ կուտակել 20% ամեն ամիս մեր եկամուտից, կամ եկամուտները մեծացնելու նպատակով մեր գործում դնենք հստակ արդյունք, որին պետք է հասնենք 1 ամսվա ընթացքում, դա կլինի ավելի հստակ քայլեր, որոնց իրականացումը ավելի հասանելի կլինի մեզ, այսինքն մեծ նպատակները պետք է տրոհել փոքրիկ քայլերի և ըստ պլանի գործել այդ ուղղությամբ։ Վերջին պատճառը, որի համար մենք հանձնվում ենք, անհարմար իրավիճակների հետ աշխատելն է։ Կարգապահությունը անմիջապես կատարելն է այն, ինչ պետք է անել, անգամ երբ չկա ցանկություն։ Միշտ չէ, որ նպատակին հասնելու համար գործողությունները մենք կատարում ենք սիրով կամ ունենք ցանկություն այն կատարելու։ Երկրորդ հարցը՝ ինչպես ստեղծել համակարգ, որը կստիպի մեզ շարժվել առաջ անգամ առանց մոտիվացիայի։ Նախ շատ կարևոր է քայլերի հստակ պլանավորումը, իսկ գործելու ժամանակ պետք է մի կողմ դնել էմոցիաները ու տրամադրությունները և գործել հստակ պլանով։ Եթե ձեր նպատակն է բարելավել որևէ ոլորտի արդյունք, ապա պետք է կազմել խիստ գրաֆիկ և կարգապահ գործել այդ գրաֆիկով։ Հավատացեք, այլ գաղտնիքներ չկան։ Չեք կարող ունենալ հստակ նպատակ, բայց օրացույցում չունենալ նշած հստակ քայլեր, հստակ ժամերի։ Իսկ եթե ամեն ինչ պլանավորված է և դժվարությունը սկսելն է, այստեղ կարող է ձեզ օգնել մի քանի կանոն, օրինակ 2 րոպեի կանոնը։ Երբ ունեք ծուլություն ինչ-որ բան անելու, փորձեք զբաղվել դրանով ընդամենը 2 րոպեով։ Բացեք նոթբուքը և սկսեք աշխատել, կամ վեր կացեք դիվանից և կատարեք 10 կքանիստ։ Կարևորը սկսել ինչ-որ գործողություն թեկուզ մի քանի րոպեով և կզգաք, որ դուք արդեն ամբողջությամբ ներգրավված եք պրոցեսի մեջ։ Հաջորդ կանոնը, որը կօգնի ձեզ սկսած գործը կիսատ չթողնել, հաշվետու լինելու համակարգ ստեղծելն է։ Եթե դուք այդ գործի արդյունքի համար հաշվետու եք միայն ձեզ, ապա շատ ավելի հեշտ է թողնել ամեն ինչ։ Իսկ երբ գտնում եք մեկին, ում առաջ դառնում եք հաշվետու, ձեր կողմից ստեղծված արդյունքի համար, այդ ժամանակ ավելի պատասխանատու եք դառնում և կարգապահ։ Նա կարող է լինել ձեր մենթորը, ընկերը, հարազատը, կախված այն բանից, թե ում առաջ դուք ավելի պատասխանատու կլինեք։ Հիմա հասկանանք, որ սովորությունների շնորհիվ է մարդ դառնում ֆինանսապես ավելի կայուն և հաջողակ։ Նախ պետք է հասկանանք, որ հաջողությունը պատահականություն չէ, այլ համակարգված սովորությունների արդյունք, որը մարդ կատարում է ամեն օր։ Եթե ուսումնասիրենք հաջողակ մարդկանց առօրյան, կնկատենք, որ այն բաղկացած է բազմաթիվ համակարգված սովորություններից, որն էլ նրան տանում է դեպի ցանկալի արդյունք։ Այդ սովորությունների ցանկը շատ մեծ է, բայց ես առանձնացրել եմ այն առաջնային սովորությունները, որը ներմուծելով մեր առօրյա, մենք կունենանք շատ մեծ արդյունավետություն մեր ծրագրերի իրականացման գործում։
Առաջին սովորությունը, որը մեզ դարձնում է համակարգված եւ կարգապահ, հստակ քնի գրաֆիկն է, այսինքն քնել եւ արթնանալ հստակ ժամին։ Սա շատ կարևոր է մարմնի եւ մտքի էներգիայի համար։ Երկրորդ կարևոր սովորությունը առավոտյան անմիջապես արթնանալուց հետո անելիքների ցանկն է, քանի որ վաղ առավոտը օրվա ամենաարդյունավետ եւ խաղաղ ժամանակն է կարևոր անելիքների համար։ Մարզանքը, կոնտրաստ ցնցուղ ընդունելը, թեկուզ կարճ ընթերցանությունը, սրանք այն գործողություններն են, որ ձեզ կլիցքավորեն ողջ օրվա ընթացքում ավելի արդյունավետ գործելու համար։ Երրորդ կարևոր սովորությունը, որ առանձնացրել եմ, օրը պլանավորելն ու վերլուծելն է։ Պլանավորել, որպեսզի օրը անցկացնենք ավելի համակարգված եւ վերլուծել, որպեսզի ազատենք հաջորդ օրերը ավելորդ անելիքներից։ Երբեմն մեր օրը այնքան ավելորդ գործողություններով ենք լցնում, որ տեղ չի մնում կարևոր գործերին։ Ուրեմն պլանավորել եւ վերլուծել։ Փորձեք ներդնել այս սովորությունները հենց այսօրվանից, եթե օրվա եւ կյանքի արդյունավետությունը կարևոր է ձեզ համար։ Շարունակենք թեման բիզնեսի ղեկավարների համար։ Բիզնեսն առանց համակարգվածության եւ կարգապահության վերածվում է խառնաշփոթի, որն էլ բերում է շղթայական անհաջողություններ։ Այդ պատճառով անհրաժեշտ է թիմ ներգրավելու հետ միասին զբաղվել բիզնեսում աշխատանքային համակարգի ներդրմամբ եւ աշխատանքային կանոնների ստեղծմամբ։ Ես առանձնացրել եմ 3 ուղղություն, որտեղ կարգապահությունը առաջնային է բիզնեսը կայուն կառավարելու համար։ Առաջինը բնականաբար ֆինանսական կարգապահությունն է։ Նախորդ վիդեոյում այս մասին ավելի հանգամանորեն խոսել եմ։ Ֆինանսը բիզնեսի կարևորագույն ռեսուրսն է եւ այդ պատճառով ֆինանսական բոլոր հաշվետվությունները կարգապահ ձևով իրականացնելը միայն կարող է գրանցել հաջողություն։ Երկրորդ ուղղությունը աշխատանքային կարգապահությունն է։ Թիմի ցանկացած աշխատակից պետք է ներգրավված լինի այնպիսի համակարգի մեջ, որ իրեն դրսևորի կարգապահ եւ պատասխանատու, իսկ հակառակ դեպքում ունենա իրեն բնութագրող ցուցանիշների անկում։ Երրորդ ուղղությունը բիզնեսի ղեկավարի կարգապահությունն է։ Քանի որ ղեկավարից ոչ ոք չի պահանջում, առաջնորդը ինքը պետք է դառնա թիմի անդամ եւ ենթարկվի համակարգին։ Այդ դեպքում բիզնեսում գործող համակարգն ու կանոնները ավելի են կարևորվում, իսկ բիզնեսի զարգացումը դառնում առաջնային։ Առաջիկա վիդեոներից մեկում ավելի մանրամասն կխոսեմ հատկապես նոր ստեղծվող բիզնեսում ղեկավարի անելիքների եւ համակարգի ստեղծման մասին։ Իսկ այսօր խոսեցի, թե որքան կարևոր է կարգապահությունն ու համակարգվածությունը կյանքում եւ բիզնեսում զարգացում ապահովելու համար։ Եթե կան թեմաներ, որոնց մասին կցանկանաք խոսեմ առաջիկա վիդեոներում, կարող եք մեկնաբանությունում գրել այդ մասին։ Հաջորդ անգամ կխոսեմ վախի հաղթահարման եւ հարմարավետության գոտուց դուրս գալու մասին։